Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Շարունակեմ ձեզի խոսիլ Աստվածաշունչի բացության մասին։ Խոսեցա սիրելներ, թե ինչ է Աստվածաշունչը, Աստուծո խոսքն է, մեզ բրգության առաջնորդող գիրքն է։ Խոսեցա Աստվածաշունչի քիրքերու քրությանց մասին, խոսեցա կանոնի մասին, թե ինչպես կանոնի վերածվեցավ, եւ սկսա ցեզի խոսիլ ցերակիրներու մասին, դարբեր բնակիրներու մասին, որոնք մինչև այսօր բադարիկներ բազմատիվ, բազմահազար հին բադարիկներ կգտնվին աշխարհի զանազան թանգարաններու մեջ։ Վերջին անգամ ցեզի խոսեցա մասորական բնակրի մասին, զգուշ մասոնական չէ, այլ մասորական բնակիրը, որ հրեության մեջ կորցածված պաշտոնական աստվածաշունչն է։ Եվ մասորական կնշանակե ավանդական։ Եթե մտի գնեք վերջին ուրեմն խոսածս, պիտի տեսնեք, թե այնտեղ ըսի թե ինչպես Քրիստոսյանի հետ 5-10 տարերու ընթացքին ռաբիներ փծախնդիր գերբով աշխատեցան, որբեսի վերագանքնեն ցայնային հնչյունները եւ ճիշտ հասկացողությունը, որովհետեւ հին բոլոր ցերակիրները, նաեւ մեր հայերեն ցերակիրները, եթե տեսնեք, գարտակ, պիտի տեսնեք, որ սիրելներ երբեք բարերը իրար մեջ զատված չէին, այլ մեկ անգամեն ամբողջությամբ գկրվեին, փագած բոլոր բարերը։ Եվ քանի որ բացադրած էին նաեւ ցեզի, որ եբրայերեն այբուբենին մեջը ցայնավոր դարեր չկան, բոլորն ալ փաղացայն են, հետևաբար գրնային շատ հեշտությամբ նույն բարերը դարբեր իմաստներով գարտացվիլ եւ անիգա ամբողջ իմաստը կփոխեր։ Հետևաբար այս մարտիկը, որոնք գոչվին իրականության մեջ բալե համ մասորետ, այսինքն ավանդության պաշտպաններ, անոնք բարերը զադեցին իրար մե հարակետներ ավելցուցին, այսինքն ցայնավորներ ավելցուցին եւ մինչեւ այսօր հրյական դարերուն դագը գեդեր կդեսնեք, նշաններ կդեսնեք, անոնցմով կկարողանան իրենք ճիշտ ցևով ցայնավորներով ընթերցել Աստվածաշունչը եւ ընդհանրապես իրենց ամբողջ քրությունները։ Սիրելներ, սակայն բացի այս մասորական բնակրեն շատ կարևոր ուրիշ բնակիրներ ալ հայտնաբերված են, որոնք Աստվածաշունչի ուսումնասիրողներուն համար սկանչելի թռներ բացած են, որբեսի տեսնեն, որ անցյալին ինչ դարբերություններ եղած են եւ ուր եղած են դարբերությունները Աստվածաշունչի խոսքերուն մեջ։ Այսօր ես ցեզի պիտի խոսիմ 3 ուրեմն դարբեր բնակիներու մասին շատ ամփոփ ցևով՝ մասորական բնակիրը, եթոպիական բնակիրը եւ մանավանդ ուրեմն մերյալ ծովի բնակիրը, եւ նաեւ պիտի խոսիմ սիրելներ, թե երբ հին եւ նոր գդագարանի քիրքերը գլուխներու բաժնվեցան եւ համարագալվեցան, այսինքն համարները ստացան։ Նախ եկեք սկսենք սամարական բնակրի մասին ցեզի խոսիմ։ Սամարացիները, դուք շատ լսած եք Աստվածաշունչի մեջ սամարացիները, մանավանդ լսած եք Հիսուսի պատմած Փարիս Սամարացիի արագը, լսած եք Սամարացի գնոջ, ուրեմն թրվակը, թե ինչպես Հիսուս Սամարացի գնոջ հանդիպեցավ եւ ասավ ինձի ջուր դուր, եւ վերջը Սամարացի գինը հավատաց, որ Հիսուս ինք Մեսիան է, եւ Սամարիայի մարդիկը հավատացին, որ Հիսուս Մեսիան է։ Եվ հետևաբար այսպես սամարացիներու մասին նոր գդագարանի մեջ բազմաթիվ դեղեր կան։ Սամարյան սիրելիներ, ուրեմն անցյալին Բաղեստինին հյուսիսը գտնվի, այսօրվան Հրեաստանի հյուսիսը գտնվի, ուրեմն Գալիլեան ամենեն բարձր դերն է, ապա Սամարյան էր, ապա գուքար Հրեաստանը կամ Բաղեստինը։ Եվ սամարացիները սիրելիներ ասեմ, որ Քրիստոսի ժամանակներեն առաջ իսկ ադելի էին զդարուն հрьяաներուն կողմը։ Բացատրեմ ինչու համար։ Նախքան Քրիստոս 8-րդ դարուն, երբ 722 թվականին Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակեցավ Սամարիայի վրա եւ գրավեց
Սամարյան, այդտեղի հрьяաներեն շատերը փոխադրեց Ասորեստան եւ անոնք խառնակվեցան հեթանոսներուն հետ, նաեւ Սենեքերիմ թագավորը ուրիշ բան լրավ, հեթանոս 10 ցեղեր փերավ Սամարիա եւ անոնք ալ խառնակվեցան, ուրեմն մնացած դերգույն մնացած հрьяաներուն հետ։ Հետևաբար Սամարացիները գես հрья, գես հեթանոս մարտիկ էին, որովհետև թե Եհովա ճշմարիտ Աստվածը կբաշխեին եւ թե նաեւ սիրելներ հեթանոս աստվածներ կբաշխեին։ Երբ որ Եզրա Նեեմիայի ժամանակ, ուրեմն Քրիստոսի առաջ 5-րդ դարուն հрьяաները ուզեցին իրենց զդարուն հрья ըլլալը պահպանել, ամփոխությամբ մերժեցին Սամարացիներուն, ասին որ ասոնք հեթանոս են, զանոնք համարեցին փղշտացներու գարկին, այսին հեթանոսներու գարկին եւ զանոնք գոչեցին ամմիտ ազգ, որպես հեթանոսներ եւ Սամարացիները դեսնելով որ այսպես հрьяաները իրենց մե բաժնվեցան, իրենք ալ նզովեցին հрьяաները եւ իրենք ալ բաժնվեցան հрьяաներեն եւ ինչերին, քանի որ գիտեք որ ամեն հрья պետք է դաջար երթալ, Երուսաղեմի դաջարը ուխտի դարին 3 անգամ կոնե։ Սամարացիները մերժեցին Երուսաղեմի դաջարը եւ անոնք իրենց քերազիմ լերան վրա հadouk դաջար սարքեցին եւ սկսան զաստված այնտեղ բաշտել։ Եվ մինչև Քրիստոսի առաջ 128 թվական մոտավորապես այդ դաջարը քոյություն ուներ։ Եվ Սամարացիները սիրելներ ասեմ որ ընդունեցին ոչ թե 5 դագարանի այն բոլոր քիրքերը, որոնք 39 քիրքերը, որոնք հрьяաները կընդունեին, այլ ընդունեցին միայն հնկամադյանը, այսինքն առաջին 5 քիրքերը, Մովսեսի գրած առաջին 5 քիրքերը, իսկ մնացյալ բոլոր քիրքերը, մարգարեները, մարգարեությունները, սաղմոսները, արագած ամեն մնացյալ բոլոր քիրքերը զանոնք գոչեցին ոչ կանոնական։ Հետևաբար իրենք պահպանեցին հնկամադյանը։ Ուրեմն երբ որ գսեմ սամարական բնակիր, նկատի գարնենք սիրելներ, նկատի գունենանք առաջին 5 քիրքերը, հնկամադյան քիրքերը։ Եվ ըստ իրենց այս հնկամադյանը, որ իրենց ցերքի մեջ ունին, անիգա սիրելիներ գահասնի Քրիստոսեն առաջ 9-րդ դարուն կամ ավելի ճիշտը այն ժամանակ, երբ որ խոստացված երգիր մտան, եւ ըստ իրենց ավանդության, սամարական ավանդության, անիգա գրված է Ահարոնին, այսի Մովսեսի եղբորը Ահարոն քահանային մեծ թորնիկին գողմե։ Եվ սիրելներ այս ցերակիրը, որ ըստ ոմանց Քրիստոսեն առաջ 8-րդ դարուն գազմված էր, իսկ ուրիշներու ըստ ուրիշ ուրեմն ուսումնասիրողներու Քրիստոսի առաջ 5-րդ դարուն գազմված է, անիգա սիրելներ շատ կարևոր բնակիր մնե, որովհետև ամենեն հին ուրեմն դարբերակ կա, ինչու նախ առաջին հերթին ասեմ որ անիգա գրված է ճիշտ եբրայերեն դարերու քիրերու համաձայն 22 այպենական դարերով, հետևաբար սկզբնաղբյուր է, երկրորդ սիրելներ անիգա կներկայացնե ամբողջությամբ միայն փաղացային քիրերը, չկան բացարձակ կերպով ցայնավորներ, ինչ որ մասորական ուրեմն փրակրին մեջ անոնք քոյություն ունեցան։ Ասեմ որ երբ որ գփախտadvին այս քիրքերը, հնկամադյանի քիրքերը մասորական մյուս քիրքերուն հետ, գտեսնվի 6000 դարբերակներ, այսինքն դարընթերցանություններ։ Սակայն բարեփոխտաբար այդ 6000-ն մոտավորապես 60-70 առ 100-ը քերականական կամ բզդիկ դարբերություններ են։ Երկրորդ երբեմն գտեսնվին սիրելիներ բացադրական դարբերություններ, երբեմն ալ նաև գամավորապար
թիդումնավոր գերբով սամարացիները փոխած են։ Ինչու։ Օրինակ, քանի օրինակներ դամ։ Օրինակ, երբ որ Մելքիսեդեկ թագավորը, որ Ծննդոց գրքի 14-րդ գլխի մեջ 18-րդ ամարի մեջ գսվի, որ անիգա Սաղեմի թագավորներ եւ Սաղեմը գահսկծվի Երուսաղեմը, Սամարացիները ոչ թե Երուսաղեմը գահսկնային, այլ Սամարիայի մոդիկ նույն անուն Սաղեմ անուն քաղաք կար, գսեին հետևաբար այստեղ է Սաղեմ քաղաքը։ Կամ օրինակ Ծննդոց գրքի 22-րդ գլխու 2-րդ ամարի մեջ, երբ որ գիշվի Մորիա լերը, որում վրա բիդի զոհեր Աբրահամ իր Իսահակ զավակը, Սամարացիները ոչ թե Մորիա գկրեին, քրածեին այս Ծննդոց գրքի մեջ, այլ քրածեին Մորե կամ Մորե, որ Սամարիայի սիրելիներ մոդիգեր եւ այնտեղն էր, որ Աբրահամը առաջին անգամ սեղամը շինեց եւ Աստուծո շնորհակալության զոհ մատուցանեց։ Կամ օրինակ գգարտանք սիրելներ երկրորդ օրինաց գրքի 27-րդ գլխու 4-րդ համարի մեջ, ուր գսվի, երբ հորտանանեն անցնիս, այս քարերը քեփաղ լերան վրա գանքնե, ինչպես այսօր գբադվիրեմ քեզի, գսե դերը Մովսեսի։ Ասիգա գտնվի եբրայական բնակրի մեջ, մասորական բնակրի մեջ, իսկ սամարական բնակրի մեջ սիրելներ այս քեփաղ լերան անունը փոխված է եւ գսվի, երբ հորտանանեն անցնիս, այս քարերը քարիզիմ լերան վրա գանքնե։ Հստակ է, չէ՞, ինչու համար, որովհետեւ իրենք սամարացիները քարիզիմ լերը գնկադեին որպես սուրբ լեր եւ այնտեղն էր, որ շինած էին իրենց դաջարը։ Ահա սիրելներ այսպիսի փոփոխություններ կան եւ մոտավորապես 6000-ն 2000 ուրեմն դարընթերցվածներ ալգան, որոնք ավելի մոտ են ոչ թե մասորական բնակրին, այլ 70-ից բնակրին, որու մասին վաղ ես ցեզի պիտի խոսիմ։ Շատ լավ, այս սամարական բնակրեն զատ սիրելներ նաեւ ուրիշ ցերակիրներ ալգան։ Սակայն ասեմ, Քրիստոսի առաջ, նախքան Քրիստոս, այս ցերակիրներեն բադարիկներ գործված բահբանված են, բայց ինչ կբադահեին։ Մենք կգարտանք օրինակ գիտենք, թե եբրայերեն հնակույն ցերակիրները երբ որ գմաշվեին եւ այլևս ամենօրյա բաշտամունքի կորզածության չէին գրնար ծարայել, հրյաները այդ ցերակիրները գծածկեին, թակստոցի մեջ կբահեին եւ ադիգա այդ թակստոցը եւ ուր գլար այդ թակստոցներ ուր գլային քաղտու գվայրերը ժողովարաններունքով ուր որ իրենք հավաքվեին աղոթքի եւ այդ թակստոցները գգոչվեին գենիզա, որ իրականության մեջ թարգմանաբար կնշանակե թակստոց, ուր որ ցերակիրները կամ այդ հին բոլոր քրությունները գբահվեին, գթաղվեին եւ դարիներով, այսպես թարերով այդպես մնացած կլային։ Եվ անցյալ ուրեմն կամ 1890 թվականներուն սիրելիներ թակստոցը հայտնաբերվեցավ Եգիպտոսի մեջ հրյական ժողովարանիմը գողքին թակստոցը մեջտեղ ելավ, ուր այնտեղ գտնվեր շուրջ 200,000 ցերակիր գրնակ երևակայել այդքան շատ ցերակիրներ բահված էին եւ ահա սիրելներ ցույց կդրվի թե Աստվածաշունչի գիրքերը մասնավոր փոփոխություններ չեն գրած բացի ըսի քանիմը բզդիկ փոփոխություններ են եւ եթե սամարական է նաեւ դեղանուներու փոփոխություններ են այլապես Աստվածաշունչը ինչպես որ է մնացած է որովհետեւ հрьяաները սիրելներ շատ բծախնդիր եղած են Աստուծո խոսքին ճշգրիտ բահբանման ինչպես նաեւ քրիստոնյաները նոր գդագարանին վերապերյալ Ուրեմն բացի այս
սամարական բնակրեն կարևոր է նաև Մալաբարի ցերակիրը։ Մալաբարի ցերակիրը սիրելներ հայտնաբերվեցավ 19-րդ դարուն եւ Մալաբար շրջանի Սևամորթ հрьяաներունքով 16 մետր երկայնք ունեցող փաթեթ մներ սիրելներ հսկա երկարությամբ եթե փնտրեք ինտերնետի վրա պիտի տեսնեք հսկա փաթեթ մներ քրեթե աստվածաշունչը ամբողջությամբ ներկա էր այդ քրքին մեջը ուրեմն Ղևդական Կիրկեն 117-ը ուրեմն Ղևդական Կիրկեն եւ երկրորդ օրենքի Կիրկեն բզդիկ մասեր մնացեր էին իսկ այլապես ամբողջ ցերակիրը լման է եւ 117-ը սյունակները փաղկացած է իսկ ամենեն կարևոր բնակիրներեն մեկն է որու մասին գուզեմ քիչ ավելի երկար խոսիլ Մերիալ Ձովու բնակիրն է 1946-ին 56 այդ 10 տարիներու ընթացքին բադահական Մերիալ Ձովու West Bank-ի շրջանի Խումրանի շրջանի մեջ սիրելներ եւ դարբեր 3 վայրերու մեջ քարայրներու մեջ ցերակիրներ գտնվեցան որ ամբողջ աստվածաշունչի գիտնականներուն մեծ ուրախություն պատճառեց ուրեմն 3 շրջաններու մեջ Մուրաբահաթի մեջ Խումրանի մեջ եւ այն Ֆեշխայի մեջը ինչպես գտնվեցան այս ցերակիրները անաբատ վայրեր են ասոնք սիրելներ ուրեմն բադահական հովիվներ երբ որ իրենց ոչխարները գարած էին հովիվներեն մեկը կդորեցավ քարայրի մեջ եւ այնտեղ ցերակիրներ գտնվեցան չհասկացան հովիվները արին պերին իրենց բեդեուի էին ասում բեդուին էին թափարաշրջիկ էին այսինքն պերին իրենց ցեղախումբի մեծերուն ցույց տվին չհասկացան բարեփոխտաբար չփճացուցին այդ ցերակիրները այլ իրենց վրաններու մեջ գախեցին եւ որ այս բեդուիներու խումբը այդ շրջանի երկուքի բաժնվեցավ արին մեծերը դարին պետրեմ վաճառելու ցույց տվին մեգումը իսլամիմը սա որ ասոնք ավելորդ է թափեցեք բայց անոնք չթափեցին ուրիշ քրիստոնյայիմը ցույց տվին քրիստոնյան ասավ ես ցես մեկը կնեմ այսօրվան կումարով մոտավորապես $400 չափ փող դվավ քնելու համար այդ ցերակիրները ապա սիրելներ այդ ցերակիրները ներկայացվեցավ օդարներուն եւ անոնք դեսան որ ինչ ասոնք սկանչելի ցերակիրներ են հին գդագարանի որոնք սիրելներ Խումրանի մեջ գտնված են ինչ եղած է Խումրանը Քրիստոսի առաջ երկրորդ դարեն մինչև Քրիստոսի յետք մինչև 70 թվական երբ որ Երուսաղեմը գործանեցավ Խումրանի մեջ սիրելներ Գաբրեին եսենացներու եղբայրակցությունը եսենացները սիրելներ ինչպես որ սուբ քիրքի մեջ կգարտակ փարիսեցներու մասին սատուգեցներու մասին եսենացներն ալ սիրելներ աղանդ մնեին այդ ժամանակ մոտավորապես 45000 մարդոցմե բաղկացած որոնք խիստ օրենք ունեին անոնք իրենք զիրենք կհամարեին ճշմարիտ հрьяաներ եւ մյուս բոլոր հрьяաները կհամարեին որպես սուդ եւ գործանվելու թադաբարտված հрьяաներ անոնք սիրելներ ունեին իրենց քահանաները Գաբրեին վանքին մեջ վանական կյանքով եւ նաեւ քաղաքներու մեջ ալ Գաբրեին բայց խիստ օրենքներով շապազանց խիստ օրենքներով եւ այս Խումրանի եսենացները այս վանականները սիրելներ ամբողջությամբ 5 դագարանի քիրքերը եւ ուրեմն բնակիր որպես բահբանած էին բացի անոնցմե նաեւ բահբանած էին սիրելներ երկրորդականոն քիրքեր բարականոն քիրքեր եւ ոչ կանոնական քիրքեր նույնիսկ իրենց ներքին կանոններու քիրքերը բահբանած են հետեւաբար երբ 1946-ին 56-ի ընթացքին
այս հայտնաբերումը կատարվեցավ սիրելիներ, անթիվ ցերակիրներ մեջտեղ ելան եւ այդ բոլոր բադարիկները ոմանք գրված էին գաշիի վրա, ոմանք գրված էին բաբիրոսի վրա, այսին փույսերու վրա եւ այդ ցերակիրներու բադարիկները մինչեւ այսօր սիրելիներ գբահվին թանկարաններու մեջ գրնակ զանոնք նույնիսկ գարտալ ինտերնետի վրա գրնակ գարտալ զանոնք եթե անշուշտ եբրայերեն գիտեք որովհետեւ մեծ մասը գրված է եբրայերենով արամերեն գարկ մփաժիներ ունի եւ այլն բայց այս ցերակիրները երբ գուսումնասիրենք կտեսնենք որ սիրելիներ դարձյալ աստվածաշունչի քիրքերը անաղարտ մնացած են բզդիկ դարբերություններ կան սակայն մեծավ մասամբ անոնք նույնը մնացած են մանավանդ որ 40 առ 100-ը այդ ցերակիրներու 5 դագարանի բոլոր քիրքերն են սիրելներ Փացի եստերի քիրքեն զարմանալի գերբով ես ցեզի քանի անգամ ասի որ նույնիսկ մեր հայկական կանոնի մեջ եստերը դուրս ծրված է որովհետև եստերի քիրքին մեջ Աստուծո անունը երբեք չկա բայց կանոնական 5 գդագարանի քիրքերու մեջ եստերի քիրքը առնված քիրք է Ահա սիրելիներ այս բոլորը ասել են յետքը Գուզեմ գարտալ հոգևոր հորս Զարե Սրբազանի խոսքը որ գսե Փնակրային այս դարբեր ավանդությունները եւ դարընթերցվածները նախ գվգայեն խմբակրական դարբեր աշխատանքներու մասին որոնք մեզի կբարձեն թե ինչ էր մոդավոր վիճակը անոնց վերջնական կանոնականացում են առաջ երկրորդ ինչ կվերապերի դարընթերցվածներուն անոնք կվագայեն նաեւ այն վրիբումներու մասին որոնք բնականորեն գրնային առաջ գալ ընթորինակությանց ընթացքին բնականաբար եւ որ ընթորինակողը այս կառաջ խոսեցած էզի ընթորինակողը ինքը մասնակից չէր ինքը միան գընթորինակեր հետեւաբար երբեմն քանի որ հնչյուններ չունեին ցայնավորներ չունեին հրյական եբրայերեն լեզուն եւ հետեւաբար երբ որ ընթորինակողը գընթորինակեր երբեմն ինքը իր մտքի մեջ հնչյունը գուդար եւ դարբեր փարգը քրեր ադորամար երբեմն բզդիկ դարբերություններ գտնվին սիրելներ զանազան փնակիրներու միջև Ես վաղը ցեզի պիտի խոսիմ 70-ից փնակրի մասին, որով մեր քրերուկյուդի ժամանակ, երբ որ քրերուկյուդը դեղի ունեցավ, բացատրած եմ հայկական կանոնի մասին, սկիզբը ասորերեն թարգմանվեցավ Աստվածաշունչը, սակայն երբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները վերադարձան Եփեսոսի ժողովեն եւ իրենց հետ բերին սիրելներ սկանչելի թարգմանությունը 70-ից հայրեն Աստվածաշունչը 70-ին վրա սրբակրեց Սահակ Բարթև Գաթոյգոսը եւ թարգմանեց Սակայն եկեք ցեզի այսօր խոսիմ նաեւ թե երբ գլուխներու եւ համարներու բաժնվեցան հին եւ նոր գդագարանի քիրքերը Գգրտեմ անցյալին բոլոր այս քիրքերը որոնք գրված են գլուխներու բաժնված չեն այսօր մենք շատ հեշտությամբ գրնանք ասել բացեք այսինչ գլխու այսինչ համարը անցյալին այդպես չէր սիրելներ անցյալին բոլոր քիրքերը որպես մեկ քիրք էր գսկսեր սկիզբեն մինչև վերջավորությունը մեկ գդոր էր բաժանում չկար ուրեմն սկիզբը սաղմոսներն են որ սկսան մարդիկ դուներու վերածել որովհետև շատ սաղմոսներ նույն բարերով կսկսեին եւ դժբախտաբար երբեմն շփոթի բաժար գլար օրինակ այսօր սիրելներ երկու համարակալում կա սաղմոսներու ինչու որովհետև 9 եւ 10 սաղմոսները մասորական փնակրին մեջ որպես առանցին թիվ ունեցան առանցին սաղմոսներ եղան Մինչդեռ 70-ի մեջ կտեսնենք որ 9 եւ 10 սաղմոսները միասին են ինչու որովհետեւ եթե նայեք գարտակ 9 եւ 10 սաղմոսները եբրայերեն այփենքիմի դարերով գրված է եւ հետեւաբար մեկ ամբողջություն եղած է 70-ը ճիշտ ծևով բաժնած է մինչդեռ եբրայերեն բաժանումը զադած է այս երկու իրար մե Անոր համար այսօր երբեմն օրինակ
20-րդ Սաղմոսը 70-ի մեջ 22-րդ Սաղմոսն է, դերը իմ հովիվս է։ Կամ պաշտպանության Սաղմոսը 91-րդ Սաղմոսը եբրայերենի մեջ եւ 70-ի մեջ 90-րդ Սաղմոսն է։ Այս դարբերությունները իմացեք սիրելներ, որբեսի գիտնակ նույն Սուրբ Գիրքն է, բարձաբես բաժանումները դարբեր եղած են անցյալին եւ մասորական բնակիրը, քանի որ 9 եւ 10 Սաղմոսները իրար մեջ բաժնած է, անոր համար թիվը Սաղմոսներուն այսպես իրար մեջ բաժնված են։ Եվ ըսի սկզբնապես Աստվածաշունչի միայն բանաստեղծական հատվածները զադորոշված են, սակայն բացարձակ կերպով ուրեմն թիվ եւ համար չեն եղած գլուխներու։ Թե չեն գիտեր սիրելներ, որ թե օրենքը եւ թե մարգարեությունները երբ դուներու բաժնվեցան, սկիզբը դուներու բաժնվեցան, հատվածներու բաժնվեցան եւ մասորական ուրեմն աշխատողները անոնք բոլորնալ դուներու բաժնեցին, հատվածներու բաժնեցին եւ այն ինչ որ օրենքներ, օրենքի գիրքներն էին, այդ դուները հատվածները գոչվեցան փարաշահ եբրայերենով, իսկ մարգարեական դուները, մարգարեական հատվածները գոչվեցան հավթարա։ Վերջներ, որ 14-րդ Թարեն յետներ, որ 5 դագարանին սիրելներ գլուխներու պիտի բաժնվեր։ Սակայն նախքան ասելս թե երբ բաժնվեցավ ճշգրիտ գերբով թվականը, ասեմ որ հին հունարեն եւ քրապար թարգմանություններն ալ, որովհետեւ երբ որ թարգմանվեցավ հայերեն քրապար լեզվին, դակավին քիրքերը եւ չէին ուրեմն թվակրված թիվ որպես գլուխ չէին համարակալված եւ նաեւ համարներ չկային, ուրեմն հայերս ալ դուներու բաժնած էինք կամ հատվածներու բաժնած էինք Աստվածաշունչը եւ ամեն մեկ ուրեմն քիրք իր հատվածներ ուներ։ Օրինակ Ծննդոց գիրքը բաժնված էր 4300 դունի կամ հատվածի, Ելից գիրքը 2700 դունի, Թվոց գիրքը 3533 թվի կամ դունի, Երկրորդ օրենքի գիրքը 3100 դունի եւ այլն։ Եվ եթե ամենքը հաշվենք սիրելներ, 5 դագարանը բաժնված էր 79129 դունի, իսկ նոր դագարանը բաժնված էր 18591 դունի կամ հատվածի, եւ ընդհանուր գումարը գտարնար 97720 դուն կամ հատված։ Երբ եղավ գլուխներու բաժանումը։ Գլուխներու բաժանումը սիրելներ դեղի ունեցավ հին եւ նոր գդագարաններու գլուխներու բաժանումը 1226 թվականին Քրիստոսի յետք երևակայեցեք մինչև 1226 թվականը Աստվածաշունչը գլուխներու բաժնված չէր եւ զայն առաջին բաժնողը եղավ անգլիացի եպիսկոպոսը Ստեփան Լանգդոն անունով եւ ինքն էր որ այս խաղապարը ունեցավ որ գլուխներու բաժնե նաեւ նոր գդագարանի գլուխներու բաժանումը եղավ ավելի ուշ 1240 թվականին Հյուգո դե Սանկտո Կարո անունով կարդինալիմը գողմե ասոնք ծեր միտքը գրնակ բահել կամ իմացեք բարձաբես որ գլուխներու բաժանումը եւ հին եւ նոր գդագարաններուն դեղի ունեցավ 10-րդ թարուն 1226-ին եւ 1240-ին իսկ 5 գդագարանի բարակային համարները երբ համարակալվեցան առաջինը սիրելներ դեղի ունեցավ 15-րդ տարուն երբ Մուրդքե Նաթան անունով հրյամը ինք համարներու բաժնեց 5 գդագարանը իսկ անգե ճիշտ թարմը յետք 1550
1951 թվականին ֆրանսացի դպակրիչը Ռոբերտ Էստիեն անունով, երբ որ ցի գարկով Լիոնեն Փարիզ գերտար, ճանապարհին սկսավ նոր գդագարանի, ուրեմն քիրքերուն թիմած համարներ տնել, որովհետև շուտով հունարեն լեզվով նոր գդագարանը պիտի դպակրվեր Ժնևի մեջ, հետևաբար ինք մտածեց, որ եթե համարագալ է, ավելի հեշտ պիտի լար ընթերցումը։ Եվ ահավասի Ռոբերտ Էստիենի գողմե 1551 թվականին համարագալվեցավ Աստվածաշունչը կամ նոր գդագարանը։ Սիրելներ, երբ որ թե գլուխներու բաժնվեցավ եւ թե համարներ ունեցավ Աստվածաշունչը, ավելի հեշտացավ թե ուսանողներու կամ ուսումնասիրողներու կորձը եւ թե նաեւ մեր բոլորին կորձը։ Այսօր եթե ոյ մեկ հատված պիտի գտնենք, բեք չունենք ամբողջ Աստվածաշունչը գարտալու, որբեսի այդ հատվածը գտնենք, այլ գսվի այսինչ կրքի, այսինչ գլխու, այսինչ համարեն է, որ գարտամ ցեզի։ Եվ շնորհիվ այս աշխատողներուն, այս մարդոց, մենք այսօր ավելի հեշտությամբ կգրնանք Աստվածաշունչը ընթերցել։ Սիրելներ, այս բոլոր պատմությունը ցեզի պատմեցի, բարձաբես որ խաղապար ուննակ, թե ինչպես կազմվեցան այս բոլոր քիրքերը, ցերակիրները, որ այսօր աշխարհի մեջ կգտնվին։ Հիմա որ գիտեք, բարձաբես որպես հետաքրքրություն մի ունգընտրեք այս բոլորը։ Այս սիրելներ գուզեմ, որ հետաքրքրութենեն անտին Աստուծո խոսքը բանակ ու գարտակ։ Որովհետև հետաքրքրությունը մարդուն այսպես կոհացում ու գուտա պատմության մասին։ Բայց ես չեմ ցեզի պատմեր, որ միայն պատմություն իմանաք, այլ կպատմեմ, որպեսզի ցույց տամ, որ Աստուծո խոսքը անփոփոխ մնաց։ Եվ այսօր կմնա, որ մենք ընթերցենք, որ մենք փոխվենք։ Աստվածաշունչի զորությունը ճիշտ ասոր մեջ է, որ Աստուծո խոսքը անփոփոխ է, այս անփոփոխ քիրքն է, որ կփոխե մեղավորը եւ կսրբացնե զայն։ Եկեք սիրելներ, մենք խոնարհենք Աստուծո խոսքին դիմաց։ Ընթերցենք, որովհետև Աստվածաշունչը մեզի համար հայելի է, ուր մեր անձերը կտեսնենք անոր մեջ, մեր սխալները, մեր զանցանքները, մեր այն մեղքերը, որոնք պետք չէր կատարեինք, կատարեցինք, եւ այն բաները, որոնք պետք էր կատարեինք ու չկատարեցինք, այդ բոլորը կտեսնենք Աստվածաշունչի մեջ։ Ըսի արդեն, որ Աստվածաշունչը մեզ փրկության առաջնորդ է։ Եկեք ամեն օր Աստուծո խոսքը ընթերցենք, ինչպես որ չեք մորտար ամեն օր հաց ուտելու, ճաշ ուտելու, որպես մարմնի սնունդ, որ մարմինը աճի, մի մորտնակ Աստուծո խոսքը ընթերցել է, որովհետև Աստուծո խոսքը քաղցր ճաշակ է։ Ճաշակեցեք եւ տեսեք զի քաղցր է դեր։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ցեր բոլորին։